Երեկվա ելույթից ամիջապես հետո Նիկոլ Փաշինյանի եւ Լևոն Քոչարյանի այդպես ասած երկխոսությունից ամիջապես հետո այսօր տեսանք, որ նմանատիպ գործողություն։ Իսկ կարծում շատ ուշացած են այդ գործողությունները։ Ուշացած են։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը Տիկին Բաթան, եթե հնարավոր է մի երկու հարց էլի, հա։ Չէ, շնորհակալ եմ։ Այդ հեչած ելույթների հետ կապված։ Չէ, շնորհակալ եմ, այդ մասը մեկնաբանություն չունեմ, այսինքն այս գործողությունների եւ ձերբակալությունների արդեն ասեցի, իրավապահ մարմինները աշխատանք են իրականացնում ու կարծում եմ այս պահիների շատ ինֆորմացիա չունեմ հատկապես, շատ ասելիք չունեմ։ Բայց ուղիղ կապ չստեղծեց։ Ինձ համար պարզապես զարմանալի է, որ այդ գործողությունները այսքան ուշ են իրականացվում, ինչ-որ բաներ են հայտնաբերել, որոնք որ ես կարծում եմ, որ վաղուց պիտի հայտնաբերած լինեն, սա է ինձ համար ամենամեծ հարցը սա է։ Ինչու է հիմա դա, ինչ են նոր բացահայտել, ինչ են արել։ Իհարկե, ես կարծում եմ, որ այո։ Երեք Փաշինյանի ելույթը լսեցիք եւ հարց ու պատասխանը Լևոն Քոչարյանի հետ, երբ ասաց, որ ժառանգությունը չեք ստանալու եւ ասաց, որ ըստ էության քաղաքական պատվեր չի, որ այդ հրահանգը։ Ես կարծում եմ, որ վարչապետը այդ մասին վաղուց է խոսել, նկատի ունեմ սա ոչ մեկի համար ոչ նորություն է, ոչ էլ այդ հարցերը, թե ինչպես է, չգիտեմ, այսքան երիտասարդ տարիքում միլիոնատեր դարձել, բոլոր քաղաքացիները այդ հարցեր ունեն եւ որևէ մեկը դրա պատասխանը չի ստացել։ Ինձ թվում է ոչ մի նոր բան չկա, պարզապես կարծում եմ, որ նորությունը այն է, թե ինչ-որ նոր բաներ են, եթե նոր բացահայտումներ են, նոր մեղադրանքներ են, ապա ինչա դա նոր։ Իսկ համաձայն չեք Աղվան Վարդանյանի ասացի հետ, որ ասես տմարդություն Գործընկերներ զբաղված են։